Թուրքիայից ինչ-որ տնտեսական օգուտների համար չպետք է մոռանանք մեր պատմությունը, 1,5 միլիոն հայերի սպանդը։ Պատկերացնում եք, իրանք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, 1,5 միլիոն մարդու ճակատագիր մոռանանք, դիմացը առաջարկում են էժան, ասենք, լոլիկ Թուրքիայից բերենք։ Որն է մեր գնահատանքը ընդհանուր, մենք մեր հանդեպ, մերինք որպես ազգ։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը ծիծեռնակաբերդում հակադարձում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայոց ցեղասպանության ճանաչումը տարածքային նկերտումների մասին է։ Մեկը մյուսի հետ կապ չունի, ասում է Կարապետյանը։ Մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է հայերի անմեղ, հայերի կոտորածը։ Ցեղասպանության ճանաչումը ըստ նրա հայ ժողովրդի նկատմամբ որպես արդարության վերականգնում պետք է լինի, այլ ոչ թե հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջ։ Արցախին էլ է վերաբերում հարևաններից տարածքային նկրտումներ չունենալը, հարցնում են Կարապետյանին։ Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ, իր անկախության օրով Այդ դրա վերաբերյալ ինչ գործընթաց է սպասում, եթե դուք գաք իշխանության։ Մենք պետք է իրականության առերեսվենք, ճիշտ ամենամեծ այս պահին ուղղակի մեր արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ վերադառնալու իրավունքն է։ Անցյալը չի կարելի մոռանալ, թե չէ ապագա էլ չես ունենա, անմեղ զոհերի հուշահամալիրում ասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա զարմացած է, որ Արարատին հայաց գցել վախեցող պետական պաշտոնյաներ կան մեր երկրում։ Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել։ Հարևանների հետ հաշտության բանալին գտնել հնարավոր է, բայց դա չպետք է լինի հայերի ինքնության հաշվին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նկատում է, Հայաստանի իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնում, ցույց տալու, թե իբր հայ ժողովրդին խաղաղություն է բերել։ Մեր հանրությունը իրականում շատ լավ տեսնում է, հասկանում է ինչա կատարվում եւ Փաշինյանը նաև մտածում է, որ ինքը կարող է խաբել մեր ժողովրդին, ներշնչելով իրան, որ ինքը խաղաղություն է բերել։ Ինքը խաղաղություն չի բերել։ Ինքը խաղաղություն չի բերել, մենք դրա մասին միշտ խոսում ենք, սա մեծագույն կեղծիք է։ Դասական մանիպուլյացիա է Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ընդդիմությունը հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնում է տարածքային պահանջի համար եւ որ դրանով պատերազմ է հրահրում։ Հարցը ուրիշ բանի մասին է, հարցը այն մասին է, որ մենք ունենք պատմություն, ունենք վատ ժառանգություն ցեղասպանության տեսքով։ Եվ այս վատ ժառանգությունը մեզ զգոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ։ Մենք ով է պատերազմ ուզում Հայաստանում հարևան պետությունների հետ։ 111 տարի առաջ տեղի ունեցած ոչրագործությունը հայ-թուրքական միջպետական բանակցությունների հարց չպետք է դառնա։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մրցավազքի դուրս եկած ընդդիմադիր ուժերի կարծիքն է։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։